Մեծ ուշադրություն է դարձվում եւ 25 թվականի շարունակել է ուշադրություն դարձվել զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ։ Այստեղ նույնպես արձանագրել ենք էական առաջընթաց։ Գիտեք, որ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։ Շարունակում է մեր ուշադրության կենտրոնում լինել ռազմական կրթությունը։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ ռազմական կրթության ուղղությամբ մենք էական փոփոխություն ենք արել։ Գիտեք, որ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնական հաստատությունների ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոն զբաղեցրած զինծառայողների բնակապահովման ծրագիրը դեռևս նախկինում, առաջիկայում այն փոփոխության կենթարկվի որոշակի, որպեսզի 26 թվականի մեր շահառու սպաները կարողանան ավելի հեշտ եւ նաեւ սեփական ընտրությամբ բնակարաններ ձեռք բերել հիպոթեկային, այսպես կոչված առաջնային շուկայից, որը ամբողջությամբ կվճարի Պաշտպանության նախարարությունը։ Բայց շատ կարեւոր է նաեւ, որ եթե նախկինում սպա դարձող ռազմական ակադեմիան ավարտող սպաները գործուղվում էին զորամասեր, այնուհետև 3 ամիս հետո գալով ատեստավորում էին անցնում, հիմա օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը, որը առաջիկա ամիսներին քննարկվի ազգային ժողովում եւ լիահույս են, որ այն հավանության կարժանանա, այս օրենսդրական փոփոխությամբ ավարտող սպաները միանգամից կհամարվեն ատեստավորված։ Սա նույնպես իր հերթին կմեծացնի մեր երիտասարդ սպաների մոտիվացիան, ինչպես նաև նրանց ծառայությունից հետագայում չի կտրի, որպեսզի նրանք ադապտացիոն շրջանում չզբաղվեն ատեստավորման կամ սեփական ունակությունները պահպանելու կամ ավելացնելու գործունեությամբ։ Շատ կարևոր եմ համարում սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, շուկաների դիվերսիֆիկացիան, սրա մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, բայց նաև կարևորում եմ նաև տեղական արտադրության զարգացումը։ Նշեմ, որ 2022 թվականին պայմանագրերի ծավալը տեղական ռազմաարդյունաբերության հետ կազմել է 5.5 միլիարդ դրամ։ Այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասը արդեն իսկ մատակարարված է, բայց նաև կարևորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Սա ռազմաարդյունաբերության զարգացման, դրա շարունակական բարելավման ուղղությամբ էական ներդրում եմ համարում մեր կողմից։ Քանի որ խոսվում է 1.5 տարի ժամկետային զինծառայությունը փոփոխության ենթարկելու եւ այս պահին 24 ամիս ծառայող զինծառայողների միջև տարբերության կամ անհամաչափության մասին ես կարևոր եմ համարում նշել, որ 25 թվականին մենք կատարել ենք եւս մեկ օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21-ից մինչև 30 օր արձակուրդ։ Սա նշանակում է, որ դա կբաշխվի համամասնորեն իրենց ծառայության մեջ, եթե նախկինում ծառայողների համար խոսքը 2 տարուն է վերաբերում, արդեն այս տարի զորակոչվածների համար այն կտարածվի 1.5 տարվա նկատմամբ, այն է սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար 30 օր, այսինքն պատկերացրեք, միջինը ամեն 6 ամսվա մեջ 10 օր զինծառայող կարողանա գնալ արձակուրդ
եւ 21 օր այլ զորամասերի համար, այսպես կոչված թիկունքային զորամասերի համար։ Եվ այս համատեքստում պիտի կարևորեմ մի այլ փոփոխություն, որը հանրության ուշադրության չի ներկայացվել կամ չի հայտնվել ուշադրության կենտրոնում։ Հիմա դահլիճում գտնվողները, նրանց հարազատները, ովքեր նախկինում ծառայել են, կհիշեն, որ երթման արարողության ժամանակ ինչի միջով են անցել զինծառայողը եւ նրանց ծնողները։ Սկսած X քաղաքում ծանոթ գտնել, բարեկամ գտնել, հյուրանոց վարձել, զրուցարան վարձել, այսպես կոչված բիսեդկա, եթե խոսքը վերաբերում է ամառային ժամանակաշրջանին։ Էլ չեմ ասում մեքենաների վրա, կհիշեք, մեքենաների կապոտների վրա փռում էին զինծառայողներին, ծնողները ինչ կարողանային, փորձում էին երեխուն հյուրասիրել լավ բաներ, բնական է, որ ծնողը 40 օրվա կամ 1 ամսվա կամ 2 ամսվա ընթացքում երեխուն չտենալու պարագայում ինչ որ էմոցիաներ ունի, փորձում է ամեն կերպ, մանավանդ որ զինծառայողը նախկինում որքան էլ որ սա վաթենչի, ասոցացվել է սոված լինելու հետ։ Ինչը հիմա այդպիսի բան չկա, ես հստակ կարող եմ ասել, կարող է ծնողների, քանի որ մայրիկի պատրաստածը չի, ձեր մոտ նման էմոցիաներ կան, բայց իրականությունը մեծապես տարբերվում է հիմա, բայց մենք ինչ ենք արել։ Օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա 2-օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ։ Կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լի իրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում, սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։ Հարգելի գործընկերներ, ամենավերջում ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը եւ դրա հետևանքով սպանությունների դեպքերին։ Ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Սա իրականում հենց այդպես էլ պիտի լինի, բայց մեզ համար ուրախալի այն առումով, որ վիճակագրությունը եւ համեմատությունը նրա մասին է, որ ցավոք մենք նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր։ Չեմ ուսումնասիրել երրորդ հանրապետության ամբողջ շրջանը, բայց կարող եմ ասել, որ թերևս նման տարիներ գուցե չեն արձանագրվել նախկինում։ Եվ սա շատ ուրախալի փաստ եմ համարում։ Հարգելի գործընկերներ, այս կարճ նախաբանով ես կուզեմ ավարտել իմ խոսքը եւ շարունակել մեր հետագա քննարկումը հարց ու պատասխանի ձևաչափով։